Յուրահատուկ համագործակցություն և յուրօրինակ մոտեցում, ժամանակակից արվեստն ու առողջ ապրելակերպը նոր հետաքրքիր ձևաչափով մեկտեղվել էր բժշկական կոնֆերանսում և սեմինարում։ Ստեղծագործ միտքն ամբողջ աշխարհին ներկայացնող հայկական առաջին NFT հարթակը, ակնա է, որտեղ ստեղծագործողները եզակի գեղարվեստական ստեղծագործության միջոցով կիսում են իրենց անձնական պատմությունները և հայկական առաջին և բացառիկ YoHealth հավելվածը ներկայացան միասին, ստեղծելով նոր ու հետաքրքիր միջավայր ներկաների համար։ Նմանատիպ հետաքրքիր abstract համագործակցությունները շատ հետաքրքիր են ըստիս, շատ ուրախ եմ, որ ներկայացեցինք ոչ միայն NFT-ն ակնա է, նաև YoHealth-ը, որովհետև բժշկական սեմինար է այստեղ ընթանում, իսկ YoHealth-ը մեր ամենաառողջ application-ն է հայկական։ Իրականում շատ հետաքրքիր է էսթետիկա, abstract համագործակցությունը։ Storygate կրթական ընկերության հիմնադիր տնօրեն Իննա Նավասարդյանը ստացված է համարում համագործակցությունը, բժշկության ու արվեստի մեկտեղումը։ NFT և YoHealth-ի հետ կապված համագործակցությունը կարծում եմ շատ արդյունավետ է և ֆորմատն է համապատասխանում և առողջ ապրելակերպը, որ շատ ակտուալ և արդիական է այս պահին և առհասարակ աշխարհում։ Սիրով էլի կհամագործակցենք իրականում, որովհետև կրեատիվ մոտեցումը, նոր ոճը միշտ ինձ թվում է ավելի ոգեշնչում է մարդկանց և ավելի հետաքրքրություն է առաջացնում։ YoHealth-ն այն վայրն է, որտեղ առողջ կենսակերպը ոչ միայն խրախուսվում է, այլև պարգևատրվում։ Հայկական այս բացառիկ հավելվածը, որը ստեղծման օրվանից մեծ ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, ներկայացավ իր հետաքրքիր առաջարկներով։ Ընդգծվեց առողջապահական ոլորտում դրա ներուժի կարևորությունը։ Այսօր շատ ուրախ ենք, որպեսզի մասնակցել ենք այս միջոցառման, բժիշկների միջոցառման։ Մանավանդ դա կարող է հետագայում մեծ համագործակցության տեսակ լինի, երկու դեպքում էլ թե YoHealth-ի և թե բժիշկների ոլորտի համար։ Միջոցառման ընդմիջմանն ակնաուլում քանդակի վրա նկարազարդումներ արեց արտիստ Կարլեն Սիմոնյանը։ Տեղի ունեցավ նաև քննարկում YoHealth-ի միասնական Medical ID համակարգի ներմուծման հնարավորության և ոլորտի վրա դրա դրական ազդեցության վերաբերյալ։